Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 24։ Այս բոլոր բաների պատճառով մենք հաստատուն ուխտ ենք անում։ Նեեմիա 9:38։ Մեր կյանքում շատ դեպքեր կան, երբ մենք լիարժեք իրավունքով եւ մեզ համար օգուտով կարող ենք նորոգել Աստծո հետ մեր ուխտը։ Եզեկիայի նման մենք կարող ենք դա անել ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո, երբ մեր անցավոր կյանքին ավելացվում է եւս մի քանի տարի։ Ցանկացած դժբախտությունից հետո, երբ կրկին վերադառնում է ուրախությունը, եկեք կրկին մոտենանք խաչին մեր նվիրումը նորոգելու համար։ Եկեք անպայման անենք դա, հատկապես եթե վշտացրել ենք Սուրբ Հոգուն կամ արատավորել ու անարգել ենք Աստծո գործը։ Եկեք նայենք մաքրագործող արյանը, որը մեզ ձյունից ճերմակ է դարձնում, եւ կրկին մեզ հանձնենք Տիրոջը։ Թող Աստծուն մեր նվիրվածության գրավականը դառնա ոչ միայն մեր դժբախտությունները, այլ նաև մեր բարօրությունը։ Քանի որ Աստված բազմիցս մեզ պսակել է ողորմությամբ, մենք պետք է նույն կերպ թագադրենք նաև Նրան։ Բերենք Նրան մեր սրտերի զարդատուփերում պահված աստվածային գանձերի հավաքածուն եւ թագավորական հանդերձներ հագած բարձրացնենք Նրան, մեր սիրո գահին։ Եթե մենք կարողանայինք օգուտ քաղել սեփական բարօրությունից, մենք այդքան դժբախտությունների կարիք չէինք ունենա։ Եթե մենք օրհնություններից քաղեինք այն ամբողջ բարին, ինչ դրանք կրում են իրենց մեջ, մենք ստիպված չէինք լինի այդքան հաճախ պատիժ կրել։ Արդյոք մեզ վրա վերջերս թափվել են օրհնություններ, որոնց մենք չէինք սպասում։ Արդյոք Տերը մեզ շնորհել է իր ողորմություններն ու շռայլ պարգևները։ Այդ դեպքում ժամանակն է ձեռքը դնելու զոհերի, կոտոշներին ու ասելու. «Կապիր ինձ այստեղ, Տեր, կապեր ինձ պատվիրաններով հավիտյան, քանի որ մենք Աստծո նոր ուխտերի իրագործման կարիքն ունենք, նոր աղոթքներ բարձրացնենք այն մասին, որ ստվեր չգցեն հին ուխտի վրա»։ Եկեք այս առավոտ Նրա հետ ուխտ անենք եւ շնորհակալություն հայտնենք վերջերս Նրա շնորհված բոլոր ողորմությունների համար։